Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանը և նրա կինը բլոգեր դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը շարունակում են մնալ հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված ու սիրված հայտնիների ցանկում։ Զույգը ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն հեռուստատեսային նախագծերում, այլ նաև սոցիալական հարթակներում, որտեղ Քրիստինան շարունակում է պատմել իրենց առօրյայի, ինչպես նաև նոր պլանների մասին։ Քրիստինան և Գևորգը համատեղ մասնակցում էին Արամ Մելիքյանի Arm Games նախագծին, որի նախորդ էպիզոդը բավական էմոցիոնալ էր հենց զույգի համար։ Բանն այն է, որ Գևորգ Մկրտչյանը դուրս մնաց նախագծից, իսկ Քրիստինան այդ լուրը արցունքներով ընդունեց։ Քրիստինան այնքան էմոցիոնալ էր, որ խաղերից մեկից առաջ նրա ինքնազգացողությունը վատացավ, և նա սկսեց շնչահեղձ լինել։ Նրան օգնություն ցուցաբերեցին, ու Քրիստինան շարունակեց պայքարը։ Այդ մասին և ոչ միայն դերասանուհին խոսել է ինստագրամյան հարթակում, որն առաջարկում ենք լսել առանց մեկնաբանության։ Ժողովուրդ ողջույն, պահն է եկել քննարկելու 5-րդ Սիրան Squid Game-ի ու ասեմ, որ սփոյլա լինելու, եթե դուք չեք նայել դեռ ու չեք ուզում իմանալ որոշ բաներ, մի նայեք, թերթեք, իսկ եթե ոչ, ապա մնացեք ինձ հետ, որովհետև քննարկելու ենք ամենաէմոցիոնալ սերիան։ Ուրեմն եկեք սկսենք նրանից, որ այդ երկու նկարահանման ընթացքում ես երկու շատ ուժեղ էմոցիա եմ ապրել։ Ուրեմն առաջի իմ էմոցիոնալ պահը դա սփոյլ եմ հիմա անելու, Գևի դուրս գալն էր։ Ավելի ճիշտ այն, որ Գևին դուրս հանեցին խաղից, ինչի է տենց էմոցիոնալ, որովհետև երբ տեսա քարտը, անկեղծ եմ ասում, վստահ էի, որ թեկնածուների շարքում չենք լինելու։ Այդ ամենից զատ ես նաև վստահ էի, որ չի լինի մարդ, ով Գևին կհանի գիտակցաբար, որ ես մնալու եմ խաղում մենակ, որովհետև ի սկզբանե Գևը մասնակցում էր, որ ես ինձ մենակ չզգայի ու մենակ չլինեի խաղերի ընթացքում։ Բայց ոչ, սխալվել էի ու երևի թե հոգնածությունը, հիասթափությունը իրանը արեց ու երբ գրկեցի Գևին, արդեն սենց արդյունքները գնացին, որովհետև գիտակցեցի, թե ինչքան մի կողմից անարդար էր ամեն դեպքում, իսկ մյուս կողմից այն, որ ես խաղում մնացի մենակ։ Չգիտեմ, այդ ժամանակ դուք տեսաք արդեն այն էմոցիաները, այն իրական էմոցիաները, որը ես ապրեցի։ Իսկ երկրորդ էմոցիոնալ պահը կապված էր իմ վատանալու հետ խաղից առաջ։ Ուրեմն այն խաղի մասին է խոսքը, երբ կապված 3 հոգի պետք է ամեն մեկը հասնի իր գնդակին։ Ու գիտեք, երբ սենց նայում եմ այդ խաղերը, մի թիմը խաղում երկրորդ, երրորդ, չորրորդ, սենց ոնց որ ինձ տրամադրում եմ, որ հաջորդը հեսա ես եմ լինելու։ Ու նենց հաստատում, որ Ձյանի խաղից հետո Ձյանը վատանում է, ես լսում եմ, որ Ձյանը վատ է ու վազում եմ տեսնեմ ինչ է եղել։ Ու տեսնելով Ձյանին տենց վատ, որ ինքը լացում է, ուսն է ցավում, ես այդ էմոցիաները վերցնում եմ իմ վրա ու սկսում եմ խեղդվել։ Ես չգիտեմ այդ պահին ինչ է կատարվում, բայց շնչառությունս չի հերիքում, չեմ կարողանում այսենց անել, ստամոքսը սկսում է ցավել, հիմա հիշում եմ, էլի վատանում եմ ու հասկանում եմ, որ իմ մոտ դա ստրեսից է, փաստորեն։ Երբ չեմ էլ հիշում ոնց, ես գնում եմ հասնում եմ երեխեքի մոտ, սպասողների մոտ ու ինձ ուշքի եմ բերում։ Ուշքի բերելուց հետո ես գիտակցում եմ, որ ինչքան էլ մենք փորձենք նուրբ խաղանք, իսկ մենք փորձում ենք ամեն դեպքում 3 աղջիկներով նուրբ խաղալ, հասկանում եմ, որ այդ սարքը ինքը սեղմում է քեզ ու պատկերացրեք 2 հոգի ցած քեզ հետ տանի ու այդ սարքը ցած հելնում էր վերև այստեղ ու սկսում էր խեղդել ու ես դա գիտակցելով ու նորից հիշելով որ կարող այստեղ խեղդի ու ես սկսեմ խեղդվել նորից վատանում եմ բայց արդեն փորձում եմ դուրս չտալ որ ես վատ եմ արդեն ինձ մի թեթև համեմատաբար լավ է զգում, մենք խաղը սկսեցինք։ Եկեք այսօր միասին գնանք Squid Game-ի նկարահանման։ Արագ մեքենայի մեջ պարվում ենք, քանի որ տանը ժամանակ չունեի։ Երեկոյան ժամը 9 եւ մենք արդեն նկարահանման հրապարակում ենք։ Այսօրվա առաջին խաղը քաշային է եւ մենք կշռվում ենք, որպեսզի հասկանանք, թե ում հետ ենք մրցելու։ Այնքան եմ սիրում այս մթնոլորտը։ Հանգիստ, ջերմ եւ ընկերական։ Իդեպ բոլոր խաղերի մասին մենք իմանում ենք տեղում։ Նախագծի ֆենոմենը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրս ապրում ենք մեր էմոցիաները, կամ անասելի ուրախ ենք, կամ անասելի տխուր։ Այստեղ ես տխուր եմ, որովհետև գիտակցում եմ, որ իմ ընկերների մի մասը լքելու է նախագիծը, բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, որ այս փուլը ես չեմ անցնելու։ Իդեպ ասեմ, որ այս խաղերը ես խաղում էի վնասված ոտքով ու քանի դեռևս ունեի ժամանակ, կրոսս հանել էի, որպեսզի ոտքս հանգստանար։ Իսկ Եվը ամբողջ ընթացքում իմ կողքին էր, բայց դե պայքարի մեջ մնացի մենակ։ Լավ, Քրիստինա ջան, ոնց շատ հանգստացար։ Ուժերս հավաքում եմ եւ պատրաստվում եմ մյուս խաղին։ Իդեպ թիմերը կազմվում են պատահականության սկզբունքով։ Ժամը արդեն 7:07։
Առավոտյան Փակում մեր աչքերը արդեն։ Իսկ սա իմ ամենասիրելի եւ ամենալարված պահն էր, որը դուք կտեսնեք այս շաբաթ ժամը 20:30-ին Armenia TV-ի եթերում։ Նաեւ շնորհակալ եմ ձեզ ձեր աջակցության համար։ Իսկ այստեղ առավոտյան ժամը 9 է եւ մենք գնում ենք տուն։ Հարկ է նշել նաև, որ բացի նմանօրինակ հրապարակումներից Քրիստինան նաև տարբեր գրառումներ է անում ու իր կարծիքը արտահայտում այս կամ այն երևույթի նկատմամբ։ Քրիստինայի հերթական գրառումն այսպիսինն է. «Դուք շատ ավելին եք, քան պարզապես ձեր արտաքինը։ Դուք այստեղ եք ապրելու, ծիծաղելու, սիրելիների եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Այստեղ չեք անհանգստանալու, թե ինչպիսի տեսք ունեք։ Այսպիսով ժամանակն է շնորհակալություն հայտնել ձեր մարմնին իր բոլոր գործառույթների համար, որոնք թույլ են տալիս վայելել կյանքը, քանի որ ունեք ոտքեր, որոնք տանում են ձեզ ամենուր, ձեռքեր, որոնք կարող են գրկել ձեր սիրելի մարդկանց, աչքեր տեսնելու այս երկրի գեղեցկությունը, ականջներ լսելու ձեր սիրելիների խոսակցությունները։ Ձեր մարմինը շատ բան է անում ձեզ համար եւ նա ձեզ հետ կլինի անկախ ամեն ինչից, թե ինչի միջով եք դուք անցնում։ Դրա դիմաց այն միայն ցանկանում է, որ իրեն սատարեն եւ սիրեն։ Ձեր մարմնին վերաբերվեք որպես ընկերոջ եւ ոչ թե որպես թշնամու, քանի որ այն ստեղծված է ոչ թե գեղեցիկ տեսք ունենալու համար, այլ ձեզ ուղեկցելու ամեն քայլափոխի։ Instagram-յան հարթակում գրել էր Քրիստինան։ Հավելենք, որ երբ զույգը նոր էր ամուսնացել, Star News-ը բացառիկ հարցազրույց էր պատրաստել Գևորգի հետ, որի ժամանակ երգիչն անդրադարձել էր ամենակարևոր հարցերին, հարսանիքի հյուրերին, նրա զգացածին եւ այն ամենին, ինչ կապված էր գեղեցիկ ու շքեղ հարսանիքի հետ։ Այժմ ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի այլ հոլովակ զույգի մասնակցությամբ։ Մեր առաջին հարցը երգչին այսպիսինն էր. ովքեր էին հրավիրված ձեր համար այդքան կարևոր օրվան եւ արդյոք կային մարդիկ, ովքեր այդպես էլ չկարողացան գտնվել ձեր կողքին։ Գևորգը պատասխանել էր հետեւյալ կերպ. հրավիրված էին մեր բոլոր ընկերները, մոտ 400-ից ավել հյուր ենք ունեցել։ Իհարկե կային մարդիկ, ովքեր հրավիրված էին, սակայն հարգելի պատճառով չկարողացան ներկա գտնվել, քանի որ երկրում չէին, մարդիկ կային, ովքեր շատ վաղուցվանից պլանավորված զբաղվածություն ունեին, այդ իսկ պատճառով չկարողացան ներկա գտնվել։ Մենք բոլորին էլ ըմբռնումով ենք մոտեցել, քանի որ գիտակցում ենք նրանց գործերի կարևորությունը։ Star News-ը նաև հետևյալ հարցն էր ուղղել. Ողջ համացանցը ողողված է ձեր հարսանեկան տեսանյութերով։ Շատերի համար այս տեսակ իրադարձությունները անձնական PR-ի հարցում աշխատում են։ Նկատում եք առավել ակտիվությունը ամուսնությունից հետո։ Գևորգը պատասխանել էր հետևյալ կերպ. իսկապես, տեսանյութերը մեծ տարածում են գտել ողջ համացանցում, հետևաբար մեր սոցիալական էջերի ակտիվությունն էլ բարձրացել է, հետևորդների քանակն է անընդհատ ավելանում։ Մենք էլ փորձում ենք շարունակել պահել այդ ակտիվությունը, որպեսզի հետևորդների հետաքրքրությունը էլ ավելի շատանա, անկեղծացել էր երգիչը։